ձեզ համար սպասելի էր, որ թեմի առաջնորդը կմիանա հայտարարությանը 10 եպիսկոպոսների հայտարարությանը, կաթողիկոսին կառաջարկի հանգստի գնալ եւ այլն, առհասարակ ինչպես եք սա գնահատում, հանդիպում ունեցել եք արդյոք դրանից հետո թեմի առաջնորդի հետ եւ իրավիճակի հանգուցալուծում դուք ինչպես եք տեսնում, որտեղ եթե չեմ սխալվում, նրա պաշտոնանկության հարց դրված էր։ Արցախի թեմի առաջնորդ Վրդանիկ Սրբազանի հետ հանդիպում չեմ ունեցել, սպասելի չէր, իհարկե, եւ հայ առաքելական եկեղեցին գնահատականը տվել է այդ հանդիպման մասին, եւ ես գտնում եմ, որ մեր կողմից գնահատականներ տալը այստեղ ավելորդ են եւ պետք է սպասենք մայրաթորի հայտարարություններին, ինչպես կարձագանքեն եւ հետագա իրենց քայլերը ինչպես կիրականացնեն։ Շատ միջոցառում պիտի շարունակվի։ Պարոն Դանիելյան, ինչ դիրքորոշում ունեք ընդհանրապես Հայաստանը իրականացվող այս գործողությունների նկատմամբ։ Իհարկե անընդունելի է հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված այս արշավը եւ պետք է հանգիստ թողել եկեղեցուն, հստակ սահմանադրությունով նշված է, որ պետությունը եւ եկեղեցին անջատեն եւ բոլոր խնդիրները ինչ որ կան եկեղեցում պետք է լուծվի եկեղեցու ներսում եւ պետք չի մենք կամ այլ ինչ որ մարդիկ, ովքեր որ կապ չունեն, խառնվեն եկեղեցու գործերին։ Իմ խորհուրդս բոլորին, ովքեր որ փորձում են, հանգիստ թողեք հայ առաքելական եկեղեցու, որովհետև հայ առաքելական եկեղեցին այն միակ համախմբող եւ 1700 եւ ավելի տարի այն ինստիտուտն է, եւ աշխարհի վրա ամենահին ինստիտուտներից մեկն է, եւ պետք է հանգիստ թողել եւ խնդիրներ կլինեն, ամենտեղ էլ խնդիրներ լինում են եւ խնդիրները պետք է իրենց ներսում լուծվեն։ Շնորհակալություն։